Այսօրվա քարոզից նույնը պիտի ալա աստվածայինը մարդուն մեջ։ Աստվածայինը մարդուն մեջ։ Հետևաբար Աստծո խոսքեն պիտի գարտամ Գործք Առաքելոց երկրորդ գլխում առաջին 13 համարները։ Գործք երկրորդ գլխում։ Երբ Պենտեկոստեի տոնը հասավ, ամենքն ալ միաբան մեկ դեր էին։ Հանգարձակի երկինքեն ցայնը եղավ, սասկաշունչ հովի ցայնի պես եւ բոլոր տունը լեցուց ուր նստել են։ Եվ փայժնված լեզուներ երևցան իրենց որպես տեգրագե ու ամեն մեկում վրա նստան։ Եվ ամենքն Սուրբ Հոգիով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսել, ինչպես Հոգին իրենց խոսիլ ուտար։ Երուսաղեմի մեջ բնակող հրեաներ կային աստվածավախ մարդիկ, երկինքի տակ եղած բոլոր ազգերեն ժողոված։ Եվ ասայն եղավ, բազմությունը մեկտեղ եկավ ու խռովեցավ։ Վասնզի գլսեին, որ անոնք իրենց ամեն մեկում լեզնով գլ խոսեին, ամենքն կսկանչանային ու կզարմանային և իրարու գսեին։ Չէ որ ահա ասոնք ամենքն որ խոսին Գալիլեացի են, ուրեմն ինչպես կլսենք մենք մեր ամեն մեկ լեզվով, որում մենք ծնած ենք, Բարդերներ, Մարել, Գերմացիներ և անոնք որոնք կբնակեին Մճակետքի մեջ, Հրեաստանի, Կապադոկիայի, Պոնտոսի, Ասիայի մեջ, Ֆրիգիայի, Պամփիլիայի, Եգիպտոսի մեջ և Բյուրենեի մոտ լիբիացիներու կողմերը, նաև հռոմայեցի բանտուկներ, թե հրեաներ և թե նորահավատներ, կրետացիներ և արաբացիներ։ Գլսենք, որ մեր լեզուներով կպատմեն Աստուծո մեծամեծ աներուն մասին։ Կսկանչանային ամենքն ու տարակուսած իրակու գսեին ինչ պիտելա այս, ոմանք արձավը դներով գսեին, անոն կալ, ասոն կարձավը տակմանության սխալուն կա, ոմանք արձավը գնեին ըսելով, ասոնք նոր քինիով լեցված են։ Կծաղնեին և գսեին ասոնք նոր քինով ծած են։ Այս անունները, որ հիշեցի, այսպես շատ արագ և գաչ ժամանակագից բացատրությունն է, ուրեմն այն ժամանակ հրեաները ծնված էին աշխարհի ամեն կողմ, ինչպես այսօր հայերը, Զագիդոնի օրով հավաքված էին Երուսաղեմ, որոնք եկած էին համարյա Պարսկաստանի շրջանը, Ոնդեր կային ասորիներ, քաղտեացիներ, մենք Սուրիայում քդան ունենք, գային Երուսաղեմի 4 կողմը բնակող, Թուրքիայի մեջ արաբներ, հարավային կողմը, գային հրեաներ, որոնք եկած էին այսօրվա Լիբիայի կողմերը և հռոմայացիները, այսինքն հրեաները սկսան խոսել պարսկերեն, ասորերեն, քաղտեացիներեն, արաբերեն, Լիբիայի և Ալժիրիայի կողմի ժողովուրդը մենք մեկը գմորնամ իրենց անազիկ կսեն, հատուկ լեզումն է, որ ապրիկյան լեզու է, և դեսան, թե որ արաքյանները և Սուրբ Հոգիով լեցվեցան, ոմանք խոսին պարսկերեն, ոմանք խոսին ասորերեն, ոմանք խոսին արաբերեն, որովհետև Աստվածայինը գործեց մարդուն մեջ։ Ուրեմն Աստծո օգնությամբ այս հատվածին դինային, որտեղ երկրորդ գլուխը շատ դարձակ է, եւ ասեմ ձեզ սիրելիներ, տեսեք, շատ ուշադրություն եք։ Գործք Առաքելոց գիրքը նորինակ չունի, նմանատիպը չկա, ավետարանները նմանատիպ են, Ելից երկրորդ օրինաց նմանատիպ է, Թագավորաց մնացորդաց նմանատիպ է, Արագած ժողովը երկրոց նմանատիպ է, Մարգարեությունները նմանատիպ է, Հռոմայացիս Գաղատացիս նմանատիպ է, բայց Գործք Առաքելոցը յուրահատուկ է։ Ինչու յուրահատուկ է, որովհետև այդ օրվա աննշան և անքրակետ ու դգարությունով բաշարված մարդոց միջոցով մեծ հեղաշրջումը սկսավ
եւ շարունակվեցավ ու կշարունակվի մինչեւ այս օրս։ Հատվածի մեջ տանք չէ՞ որ ասում քարիլիացիներ դքել են, անուս են, անկրակել են եւ այլն։ Շատ մեծ բայդումը հարաճ եկավ, որուն հետևանքները մինչև օրս կդարածվի։ Յուրահատուկ է, որովհետև այս հեղաշրջումը ուժի մեջ է։ Եվ հետաքրքիր է ան է, որ դունալ եւ հավատքով մոդենաս այս հեղաշրջման կստանաս Սուրբ Հոգիի խոստումը։ Դու մաս կգազմես եւ կդառնաս յուրահատուկ քու հեղաշրջված, փոխված կյանքով։ Շատ յուրահատուկ է գործարակելոց գիրքը, որովհետև այսօր եկեղեցիներուն փախցանքն է։ Այսօր բոլոր եկեղեցիներուն փուլում փապակն է, աշխատանքն է, գադարած ձախքն է, որպեսզի այդ օրվա արթնությունը այսօր ևս եկեղեցիները գարենան ապրիլ։ Այս գիրքը սիրելիներ ժամանակավորել ըլլալու ենթակա չէ։ Չի գրնալ ըլլալ կա հեղինակ մկրե եւ ասկիլ կա այլևս քրատարանի մեջ մնա։ Իր մեջ հարադևողական, մշտական, բայդուն զորություն ունի։ Ինչպես իրականացավ Քորձ Արաքելոցի ցերկ փերումը, ինչպես աստ ինջեզը գադարվեցավ Արաքյաներուն կյանքի մեջ։ Եվ արդյոք հնարավոր է, որ այսօր Քրիստոսի եկեղեցին ապրի Քորձ Արաքելոցի փորձառություն։ Ինչպես եղավ պիտի տեսնենք, եւ ինչպես կարելի է նույնը մենք ապրենք մեր օրերում։ Եթե պատասխանը հաստատ այո է, որ կարելի է, ապա ինչն է անոր փանալին, այս արթնության փանալին ինչն է, չեմ ասել խախնիկը ինչ է, որովհետև խախնիկ չէ, փանալին ունի խոստում, որը պայմանական է, եթե հնազանդենք, խոստում է փանալին, խոստումին հասնիլն է, պայմանական խոստում է, եթեով է, եթե մենք հնազանդենք։ Որպեսզի եկեղեցին ապրի Քորձ Արաքելոցը, սիրելիներ եկեղեցին ճանչնալու է այս հեղաշրջման խոստումը։ Ինչն է այս խոստումը, որ կփոխե մարդկանց, շատ բարձ, հաճախ կհայտարարենք եւ մեկ անգամ ևս կհայտարարենք եւ պիտի հայտարարենք։ Եկեղեցու դրված ամենամեծ եւ պատվական խոստումը Սուրբ Հոգիի խոստումն է։ Հին ուխտի մեջ խոստումները երկրավոր են։ Նոր ուխտի մեջ խոստումը առաքելություն է, երկնային է, որն է Սուրբ Հոգին։ Ոչ թե որ հին ուխտի խոստումները ժամանակավորել եղավ, անկործածելի, ոչ, այլ անոնց վրա հանգեցավ Սուրբ Հոգին։ Ինչ կսե Քրիստոս, հոգվո սրբոցեր վրա եկած ադենը զորություն պիտի ստանանք։ Հիսուսի խոստումը, Հիսուսի պատվերը։ Թեև Սուրբ Հոգվո լեցունությունը մեզի միայն զորություն չի տար, բարգերներ կուտա, բդուղ կուտա, իմաստություն կուտա, ունի իր ենթամասերը։ Բայց որովհետև մենք այսօր կհիմնենք երկրորդ գլխուն առաջին հատվածին վրա եւ կտեսնենք, որ այս խոստումը իրականացավ։ Ձեր վրա եկած ադենը զորություն պիտի առնենք եւ մենք կտեսնենք զորությունը, որ առաքյալները ունեցան։ Եվս ինք ունի իր ենթամասերը, առաջինը կտեսնենք այս գլխում մեջ, որն էր միապանություն։
Ասին խոստումը պայմանական է, հնազանդություն պետք է, և այդ միապանություն է։ Գործարակերոց երկրորդ գլխում մեջ 3 անգամներ հիշված է միապանություն։ Ասենք ձեզ սիրելիներ, երբ որ Աստվածաշունչը կգարտակ հատվածն գլուխը, և հոն կտեսնեք փարը, նյութը, մեկ է ավելի գրկնված կնշանակե թե Սուրբ Հոգին հեղինակին հիշեցուցած է այդ մեկի շեշտադրել, նկատի արեք, ինչ փար կգրկնվի։ 3 անգամներ գրկնված է, դեսեք, կսե, երբ Պենտեկոստեի օրը հասավ, ամենքն ան միապան մեկտեղ էին։ Մեկտեղ և միապան։ Գրնա ըլլալ իրարմե անչատ ըլլային։ Եվ գրնա ըլլալ մեկտեղ ըլլային, բայց միապան չըլլային։ Փանասերձուին մգար, Զավե Գաբուդիկյան։ Սիլվա Գաբուդիկյան։ Սիլվա Գաբուդիկյան, գներեք։ Որ մահարել եկավ։ Յողորդ ուրախ Հայաստանը մեր փանասերձուին եկավ։ Եվ բոլոր միությունները հավաքվեցան։ Շատ միություններ կա, իմանուներ իշերը պաչ։ Եվ իրեն արիք դրում։ Խելացի իներ։ Սա միություններ շատ է Ալևի հայության մեջ։ Այս միապանություն չի կա։ Վա, աս ինչ խոս, ինչ արդուն աչք ունի, ինչպես նգանել են, հավաքված են, բայց իրար մեջ են։ Այսօր Աստվածքանը մեզի հետ է։ Մենք պետք է լինենք մեկտեղ և լինելու միապան։ Որովհետև գտեսնելի երբեմն եկեղեցու մեջ միատեղ հավաք, բայց ոչ միապանություն, կստուշանակ։ Մեկտեղ գալով ցույց մարդկանց կրնանքն է, բայց Սուրբ Հոգին չեն կրնան խաբել։ Ասի երկրորդ գլխում առաջի համարն է որ գարտացել։ Երկրորդ, միշտ առաքյալներում վարդապետությանը միապանության հաց կդրելու և աղոթելու ետևեն էին առաքյալներում միապանությունը սիրելիներ քերակույն օրինակը հանդիսած է։ Երկրորդ գլխում սկիզբը մենք կտեսնենք առաքյալներում միապանությունը, երկրորդ գլխում վերջավորության կտեսնենք նորահավատներում միապանությունը, որովհետև տեսան, որ այս հեղաշրջման, այս արտոնության առաջնորդները միապան էին։ Միշտ Աստուծո ժողովուրդը կհետևի իրենց առաջնորդներում։ Երկրորդ գլխում մեջ ենք, երրորդ ամեն օր միապանությամբ տաճար երթալու ետևեն էին։ Միապանությամբ և հարատևությամբ եկեղեցին կգործե զորությունով։ Ամեն օր գսե առաքյալները միապանությամբ տաճար երթային։ Օրը մեր սրբազանին մոտ կացինք, եղբայրներով, սվեցկեցա մեզի գնայր, և իր նայվածքով պատկամ կվարկեր։ Սա սիրով եք, միապան եք, Փառքը Տերոջ, որովհետև իր միապանության մեջ միապաններ գային, բայց միապանություն չի գար։ Սիրով չէին, իրականություն է։ Բայց ինչ-որ ուրիշ եկեղեցիներուն հետ կպատահի, նույնը կրնա մեզ հետ պատահի։ Ըսկուշ տնանք։ Ինչպես հասնի ու բահել և հարատևել եկեղեցական միապանություն։ Ինչպես պիտի բահենք
պիտի ցերկ բերենք, պիտի բահենք, հսկենք եւ հարաբերենք։ Միապանություն սիրելիներ կնշանակե մեկ խոսքի վրա հիմնվի։ Միապանության թշնամին երկբանություն է։ Մեկ խոսք կամ երկուքին խոսքը։ Մեկ խոսքը եկեղեցվո մեջ գործող խոսքը, միակ խոսքը լինելու է Քրիստոսի խոսքը։ Որու խոսքը, որու մեկ խոսքը Հիսուս Քրիստոսի խոսքը։ Իսկ եթե լինի երկրորդ խոսք, դա իմ խոսքն է, դա քո խոսքն է։ Քրիստոսի խոսքը իմ խոսքը։ Քրիստոսի խոսքը մարդու խոսքը։ Միապանություն մեկ խոսք լինելու է Քրիստոսի խոսքը։ Առաքյալները կքարոզեին եւ կբադվիրեին այն ինչ որ քարոզեց եւ բադվիրեց Քրիստոս։ Առաքյալներու նույնը Քրիստոսի նույնն էր։ Եվ եկեղեցու առաջնորդը քեզի քարոզելու է, բադվիրելու է այն ինչ որ ավետարանական է, եւ եթե դու անոր չենթարկվելով կներկայացնես քու խոսքը, արդեն դու հաստատեցիր երկբանություն։ Եվ անդեն սկսի առաջ կար բաժանումները։ Միապանության թշնամին մեր մեջ գտնված եսն է։ Իսկ միապանության ճշմարիտ բարեկամը եւ բահաբանն է շնորհքի գործադրությունը։ Միապանությունը կբահբանվի, երբ որ ես իմ եղբորս հետ կհարաբերի շնորհքով։ Շնորհքը համբերության դիմացինի արիթ կտա։ Մենք բոլորս ծնող եղած ենք, զավակ մեկ ցուցած ենք։ Համբերությամբ մեր զավակին արիթ կտանք, որովհետեւ անիգա օրը աճի։ Կարևոր բան ուզեմ ասել, ապա շատ կարևոր գետերու պիտի անդրադառնամ։ Շնորհքը երկրորդական բարականերուն գնի համբերող եւ զիջող շահելու համար իր դգար եղբայրը։ Հիմա կա առաջնահերթություն եւ կա երկրորդական խնդիրներ։ Եկեղեցու մեջ կա առաջնահերթություն, նախապատվություն։ Եվ եկեղեցին սիրելիներ տարերու ընթացքին այս դժվարության հանդիպեցավ։ Ձեզի օրինակ մոբիլինան դերևս կզարմանաք։ Եթե նկատացեք արևելյան եկեղեցիներու առաջնորդները, այսինքն օրթոդոքս, առաքելական, կպտի, հույն, բոլորը մորուքով են։ Իսկ եթե արևմտյան եկեղեցու առաջնորդներուն նայի, բոլորը սափրված են։ Օրինակ Պապը եւ կաթոլիկ եւ արտաբերները, դերևս նկատել կամ ոչ։ Հիմասի առաջնահերթությունը թե երկրորդական է։ Հոգևոր առաջնորդը պետք է մորուքով լինի, թե ինձ իրս ատրված կտի։ Ինչ կսեք, գիտեք ես ինչու ասի գիրիշ, այս նույնը բաճար եղավ, որ եկեղեցին բաժնվի։ Ոմանք ասում, ինչ կապ ունի, եսի մեղքի խնդիր չէ։ Արևմուտքը ասմեկը մարդկություններ է գալի։ Արևմելքը գրոնական արտահայտություն, գրոնական բաճաճություն գնգադել։ Օրինակ կսեն Հիսուս մորուք ուներ։ Մորուք ուներ։ Ուրեմն մորուքը ճիշտ է։ Բայց մույսը գսե ես ազատ եմ, ասում ես խնդիր չի գա։
Ինչպես կլուծենք այս հարցը։ Մենք այսօր միության վրա գիշերշտում։ Ուրեմն գա 3 նախադասություններ, փորձեցեք չմոռանալ։ Առաջ, հավատքի մեջ միություն, այն ինչ որ վարդապետական է, այն ինչ որ ավետարանական սկզբունք է, որոնց զիջումը կամ խախտումը մեղք է, հոն պետք է լինի միություն, մեղք է, վարդապետական սխալ ուսմունք է, բոլորը լինելու են մեկ, հոն ընդրություն չի գա, մենք վարդապետական նյութերում մեջ ընդրություն չունենք, ինձ համար Հիսուս Աստծո որդի է, չէ, ինձ համար Հիսուս մարդ է, ինչ կսե Սուրբ Գիրքը, հավատքի մեջ միություն, երկրորդ, Քաղաքարի և տեսակետի մեջ ազատություն, Քաղաքար տեսակետ, հոգևոր գործի չմոռուկ ունենալու է, թե ոչ, գրոնական սկեստ հակվելու է, թե ոչ, Հիսուս այդ օրվա սովորական հագուստը գահակներ, այդ օրվա գրոնականներուն հագուստը չի հարկա, վերջ եկեղեցին կանոն տրավ, սա թող հոգևորականը հատուկ սկեստ ունենա, գրոնականի սկեստ ունենա, վերջեսին բայման չէ, ինչ է հա, ասպես է, այնպես է, շնորհքը գործվավ, երկրորդական գետերու մեջ, քաղաքարի և տեսակետի մեջ ազատություն, հավատքի մեջ միություն, քաղաքարի և տեսակետի մեջ ազատություն, երրորդ, ամենակարևոր սիրելիներ, ամեն բանի մեջ սեր, բարեգործություն, դու քո եղբորդ քո եկեղեցիդ հետ սիրով եղիր, սերը մեղքերու բազմությունը գծածկ է, ոչ թե ամեն բանի մեջ գործունեություն, այլ ամեն բանի մեջ սեր։ Տեսեք սիրելիներ, ծառայության համար աղոթքը անհրաժեշտություն է։ Եթե մենք ուզենք ծառայություններ ունենալ, նոր ունենալ, ընդարձակվի, աղոթքը անհրաժեշտ է։ Եվ մենք աղոթքի համար համաձայնություն ունենք։ Ինչ կպատահի։ Ծառայություն մնա։ Երես եղբայրը գսե եկեք միասնաբար աղոթենք։ Եվ երկրորդ եղբայրը գսե այդ ես պիտի անեմ։ Եկեք աղոթենք, եղբայրը գսե ես պիտի աղոթեմ։ Անի ես պիտի անեմ, անելու եմ։ Այս հոգին ուր գտանի։ Գիտեք այս հոգին ուր գտանի։ Ես համարում ունիմ իմ աղոթքիս, բայց համարում չունիմ իմ եղբորս աղոթքին։ Այսպիսի բան կպատահի, մեր մեջ պատահեցավ։ Կվստահείς քո աղոթքիդ և ոչ երեցիդ հետ միաբանության աղոթքի։ Հոն որ միաբանություն չկա, հոն բաժանումը արդեն սկսած է։ Սիրելիներ, այսօր եկեղեցիներում երազանքն է ապրի գործ առաքելոցը։ Բայց այդ չի իրականանար, որովհետև ամենաբարձ և հետետ բաներու մեջ գործողը հավատացյալի եսն է։ Երբ հավատացյալը ինքնահավանությամբ ինքզինքը առաջնորդեն կամ իր եղբորմեն ավելի քերատած կնկատե, արդեն ծավալի վիճակը սկսած է։ Սուրբ հոգիով առաջնորդված հավատացյալը իր ծառայության մեջ մրցակցություն չունի։ Մենք ծառայության մեջ իրարու հետ չենք մրցակցիր։
մենք ծառայությունով իրար կփարսրացնենք։ Իրար պիտի փարսրացնենք։ Հոն ուր բաժանումը գործում է, հոն ցավը քո է։ Վաղվան օրը կհասնենք գործարակերոցի մեջ և կտեսնենք դերի ունեցած բաժանումները և մենք հոնդերեն սիրելիներ թաս վերցնելու ենք, սորվելու ենք։ Քու եսիդ պատճառով դու գծավցնես ինքզինքդ, քու եսիդ պատճառով դու գծավցնես քու եղբայրդ։ Այս նյութը Բողոս Արաքյալ արձակեց և ըսավ. Ես իմ անձս կջնշեմ ու կնվաճեմ, որպեսզի չլա թե ուրիշներուն քարոզել է ետև, ես ինքս խոդելի գտնվեմ։ Եվ դերը տեսնում է և ճանաչում է քու սերդ, քու հավատքդ և քու նախանցախնդրությունը։ Եվ իր ժամանակին հաստատ վարձատրությունը պիտի ստանաս Տերոջը։ Ես մեկ օրինակ բերի արևելքի արևմուտքի եկեղեցականներուն նորույթի մասին։ Ուրիշ խնդիր մգա, որ նոր գդագարանի մեջ նամակներում մեջ շատ բացահայտ է միս ուդելու պատմությունը։ Ինչ կա այսօր միս ուդելու մեջ ինչ կա, բայց այդ օրին խնդիր ստեղծեց։ Այս միսը ինչի միս է, այս միսը անասունը ուր, որ սպանդանոցի մեջ, կամ ոչ սպանդանոցի մեջ մորտված է, չէ ես կանանչերեն ուդեմ, չեմ ուզել երկարել։ Բայց Արաքյալը գսե եթե միս ուդելով քու եղբայրդ պիտի գործընծնես, ուր է խնդիր, եթե միս չուտես, ուր է։ Իրար պիտի շահենք, իրար պիտի փարսացանք։ Եվ հիմա ուզեմ մտնել նյութից գորիզին մեջ, միապանության արդյունքը։ Միապանության արդյունքը սիրելիներ այսօրվա իմ քարոզից վերնակիրն է։ Աստվածայինը մարդուն մեջ։ Միապանությամբ և հարադեղությամբ ու համբերությամբ եկեղեցին կհասնի Քրիստոսի խոստումին, որ է Սուրբ Հոգիի լեցողություն։ Արաքյալները միապան էին, հարադեղեցին, համբերեցին և լեցվեցան Սուրբ Հոգիով։ Ինչ որ դերը սրտիս վրա զանգացած է, հիմա կուզեմ ձեզ թիվուկ ասել, օրհնյալ եղբայրներս և քույրերս, Սուրբ Հոգիի լեցունությունը նոր փորձառություն է, նոր ապրում է, որ նախկինում չունեիր, մեջը նոր փոփոխություն եկավ։ Եվ այս փոփոխությունը սիրելիներ քեզ բնական է, քու գարունութենը բարձր է, քու գիտութենը դարբեր է։ Սուրբ Հոգիով լեցված հավատացյալի մեջ կա փոփոխություն, որ նախ ինքը կզգա, ետքը իր շուրջինները կզգան։ Սուրբ Հոգիի լեցունությունը նոր բարգև է, նոր քաջություն է։ Հատվածի մեջ մենք կտեսնենք, որ Արաքյալները սկսան դարբեր լեզուներով խոսել և սկսան դարբեր քաջությամբ վկայել։ Մենք ես ամիս առաջ փախող Պետրոսը հիմա ինքը գեցած է անոնց արջև, որ ինք անոնց մեն նախկինում գվախնար, հիմա անոնց կսե դուք բեղավոր եք։ Դուք Հիսուսը խաչեցիք, դուք ապաշխարելու եք։ Մի ու ես ամիս առաջ է, որ իրենց տեսավ փախավ։ Բայց հիմա գեցած է զորությամբ, գեցած է համարձակությամբ, Աստուծո խոսքը կփոխանցի։ Այս քաջությունը որտեղից է գա։ Էսի խենթություն չէ։ Ասիկա զորություն է։ Եվ այնպիսի հոգիով կխոսեր, որ տերինները փշրվում էին, գոդրվում էին, ապաշխարում էին։
Սուրբ Հոգի լեցունությունը ունեցող հավատացյալը Աստծո խոսքը կփոխանցի։ Ինչպես կսկաց, որ հավատացյալը Սուրբ Հոգիով լեցուն է, որովհետև Աստծո խոսքով գխոսի, Աստծո գործերու մասին գխոսի։ Հավատացյալներ կա, որոնց կհանդիպիս սիրտ կխայտա, իր վկայությունը, իր խոսքերը, իր փորձառությունը քեզի օրհնություն կլինի։ Բացի դե Սուրբ Հոգիով լեցված չէ, այնպիսի բաներ խոսի, որ քո մեջ հոգինալ մնա։ Անպայման Սուրբ Հոգիով լեցված հավատացյալը Աստծո փառքը կվատնի։ Սուրբ Հոգիով լեցված հավատացյալը մարդկանց կանաշնորհե ապաշխարության եւ Քրիստոսի հետևելու առանց վախի։ Դու գիտես, որ մարդուն երբ որ գսես հետևիր Քրիստոսի, դու անօտար չես մնալ։ Ով իր պետքերը պիտի հոգա, իրեն ով բժշկություն պիտի տա, ով իր խնդիրները պիտի լուծե, Տերը։ Եվ Սուրբ Հոգիով լեցվածս ոչ թե որ դու միան իրեն կքաչալենես, այլ դու վստահություն ունիս, որ Տերը իրեն չի թողնում։ Ես այս փորձառությունը ապրեցա, եւ մուսուլմանները սկսան ապաշխարել։ Կսե եղբայրներ դուք հանձնված եք Քրիստոսին, Քրիստոս ձեզ պիտի չթողնի։ Սուրբ Հոգիով լեցված հավատացյալը նորահավատները գտնունի նման իրեն արյունագից հարազատ եղբոր նման։ Սուրբ Հոգիով լեցված եկեղեցին սիրո ընտանիք է, միապանության ընտանիք է, խոնարհության ընտանիք է, եղբայրսիրության ընտանիք է, իրար գծարային ոչ մի կողմնակի ակնկալություններով։ Սիրո ծառայության մեջ փոխադարձ ակնկալություն չի գա սիրելիներ։ Սուրբ Հոգիի լեցունությունը ունեցող եկեղեցին գենթանի եկեղեցի է, կյանք և գործ ունեցող եկեղեցի է։ Քրիստոսով ապրող և գործող եկեղեցի է։ Տեսեք սիրելիներ, չմոռանանք, մեր մտքերին չվրիպի, Քրիստոս կյանք է, իր բոլոր մանրամասնությամբ, սակայն Քրիստոսի կյանքը քո մեջ լինելու է։ Եթե Քրիստոսի կյանքը քո մեջ չէ, Քրիստոսի կենդանարար կյանքը դու չես ապրիր եւ ոչ կբդղապես։ Օրինակը մենք կնմանենք արդի, սերնացանի արագը, սերնացանը սերմը ծանեց, սերմը ինգավ արդին մեջ, և Իսուս ինչպես մեկնաբանեց, որ մենք կնմանենք արդին, արդին տարբեր տեսակներում, եթե Քրիստոսի խոսքը քո մեջ չգա, քու էությունը, մեղանչական բնությունը մեղանչական հասկ գարդատրել։ Այն հողը, որ չեմ մշակված, փուշ և դադաս կպերել, մոլախոտ կպերել։ Բայց այն արդը, որ մշակված է, բդում կպերել։ Եվ մեր սիրտը Աստուծո խոսքին բաց է, եւ մենք մեր սրտին մեջ ընդունած ենք Աստուծո խոսքը մեր մեջ մեզի գենթանության կյանք կուտա, բդղափերություն կուտա, արթուն կուտա, նման ձարին, որ արմատներով ավիշը կվրգե ջուղին և ջուղը իր բդուղը կուտա։ Ձարին պարքը բդուղ է։ Անցաներ եղբայրետ կանը մեզի է, միսի արինայր է ձարին, ձավիկ պասված է, վարտեր ունի, ասեց հագոք կարելի է, որ ձավիկ ունենա, բայց բդուղ չի դա, էպես է աղեղբայր։ Իվա ձարի վրա բդուղ չի գա։ Իմ ինչին է պետք է ձավիկը, եթե ձար է բդուղ չունի, բայց եթե ձար է բդուղ ունի, ինչ եմ ասում, ես ձար առողջ է։ Վաղը գկակ, ես ձարերի բդուղը գկաղեք, մենք միասնապար գվայրենք։
Այդպես է սիրելիներ հավատացյալը։ Հիսուսը արտզենին դեսավ, որ դերևներ ուներ բդուք չուներ, սավասկե հետ բդուք չես ունենար։ Սիրելիներ, եկեք մեր սիրտը փանանք Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգի կյանքը, Քրիստոսի կյանքը թողկա եւ բնակի մեր մեջ, եւ այն ժամանակ մեզ մե դուրս կուքա քեր բնական։ Իսկ զարմանամ ձարի բդուկներում, իսկ ինչ ստեղծագործություն է, մի զարնարինչ, մի զարխնցոր, մի հատ վիտամին C է, մի հատ վիտամին A է, ասի ինչ ստեղծագործություն է, ասի ինչ գիտություն է, դարբեր քույն, երբ որ Սուրբ Հոգին հավատացյալի մեջ մտնես սիրելիներ, երբ որ մենք այս մանում մեր սրտերը Սուրբ Հոգիին բանան, Սուրբ Հոգիի բարգևը գդուղը կմտնե մեր մեջ եւ կտեսնես եղբորը հայտնության բարգևը, եղբորը բժշկության, քրոջը բժշկության բարգևը, քրոջը ուղղորդում հորթորել, մյուս քույրը լեզուներ, մյուս եղբայրը թարգմանություն, գիտեք ինչու չունենք, երևի չենք հավատում, չենք ակտիվացած մեր հավատքը, ինչու չունենք, դերևս միաբանության խնդիրը կա, ինչու չունենք, դերևս կասկածով նայում ենք, չէ սիրելիներ, Աստուծո խոսքը կենդանի է, առաքյալներուն առաքելությունը նմանեցավ Հիսուս Քրիստոսի։ Աշխարհի պատմության մեջ ամենամեծ հեղաշրջումը տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը։ Եվ այդ հեղաշրջումը մինչև օրս գործում է։ Եվ երբ որ դու սիրելի քույրս եղբայրս ու սիրտդ կփանաս, արդեն աստվածային է կսկսի գործել քո մեջ։ Հիսուս Սերնացանի արագով ուսավ տունսեր մգծանես, քիշեր և ծորեկը լալով այն գաջի։ Ինչպես գաջի, ես չեմ գրնամ մեկնապանել, բայց ես գրնամ դեսնել։ Ես գրնամ այդ աջունին վգա կլա։ Շատ-շատեր այս 4 տարվա ընթացքին այս եկեղեցին նեկան ներկացին, բայց բդվարդու հավատացյալը, կորզունյա հավատացյալը, միապան հավատացյալը, Սուրբ Հոգիով լեցված հավատացյալը, արդեն մենք տեսնում ենք և ճանաչում ենք։ Եվ փառավորում ենք Աստուծո անունը, որովհետև մեր կյանքի մեջ ինքը ըսկանչելի հեղաշրջում է։ Ողջ փառքը թող լինի Հիսուս Քրիստոսի։